տեղեկատվություն ունենալու վերաբերյալ ինչ-որ կարգավիճակ ունեք, հրավիրվեցի։ Չենք հրավիրվել, չեմ հրավիրվել։ Վարույթի մասին մենակ մամուլից եմ տեղեկացել, չեմ հրավիրվել, այդպիսի է, դա անլրջություն է։ Երևի, անլրջություն է։ Իրենք պետք է հասկանան, որ եթե մի բան լինի, մենք ասենք կա, եթե մի բան չկա, ասում ենք չկա։ Որևէ կաշկանդվածություն չունենք, առավել ևս մեր հասարակությունից։ Այս թեմաների արդեն այլ հարցերի եք պատասխան ԵԱՏՄ-ում 3 հայտարարություն տարածվեց Հայաստանի վերաբերող եւ կարծեք ժամանակ տրվեց Հայաստանի իշխանություններին մինչեւ դեկտեմբերին ասացին նորով կանդրադառնան Հայաստանի թեմային նախ այս իրավիճակը ինչպես եք դուք բնութագրում ինչ գնահատական ունեք այս պահին Հայաստան հանրության արժեքը կարելի ասել նաեւ փակուղու արժեվ է Զելենսկի այցից հետո շատ դրամաբանական էր որ կլիներ հակազդեցություն Վերջի 8 տարիների ընթացքում այս իշխանությունը որևէ գործընկերային առևտրային հարաբերություն չի զարգացրել մի օրինակով մեր ամենալավ դաշնակից երկրներից մեկը Ֆրանսիան է, չէ՞։ Հայաստանից Ֆրանսիա արտանումը Փաշինյանի կառավարման ժամանակ 20% ընկել է։ Ինքը չեն աշխատում մարդիկ ռեալ դուք կարող եք տեսնել մարդիկ չեն աշխատում լավ ռիլեր են անում պատմում են ինչ որ Բախտի բերման հաջողությունների մասին պատմում են բյուջեից ոնց են փող ծախսել, դա հերոսություն չի բյուջեից փող ծախսելը։ Բայց չեն աշխատում, որ գոնե 20% աճ լիներ 8 տարվա ընթացքում Ֆրանսիա արտանումը։ Երբ որ դու չունես այլ գործընկեր, մեր ասած ի՞նչ է, դու չունես ուրիշ գործընկեր։ Դու ոնց ես հարաբերություն ռիսկի տակ դնում, քո ժողովրդին հարվածի տակ դնում։ Այն դեպքում, երբ նախարարը դուրս է գալիս, ասում է լոլիկի համար մենք քաղաքական Դու ասա էկոնոմիկայի նախարար ես, դու պետքա քո պարտքնա գյուղացու մասին մտածես, դու նաև գյուղատնտեսության նախարար ես, նաև մի քանի ուրիշ նախարար ես, քո պարտքը կատարի, թող արտաքին գործերը զբաղվի արտաքին գործերի նախարարությամբ, առաջնահերթությամբ, եթե զբաղվում է։ Եվ մյուս հարցը կարևոր էկոնոմիկայի մասին։ Արևմտյան Ադրբեջանի իրենց կոնցեպցիայի մեջ մի հատ Եվս մեկ տնտեսական վտանգավոր իրողություն կա, որի մասին մեր մամուլը չի նշել։ Ուրեմն ցեղասպանության օրերին, ցեղասպանության օրը կամ 24-ին կամ 1 օր հետո Ադրբեջանի տնտեսագիտական համալսարանում բացվել է իրենց կարծիքով արևմտյան Ադրբեջանի տնտեսության ամբիոն որը ուսումնասիրելու է հանքային պաշարները։ Սա ինչ նշաններ է։ Մարդը ասում է լոլիկով ես պետքա չզբաղվեմ կամ լոլիկի առաջնահերթություն վաղը կոնյակն ասելու, մյուս օրը ծիրանն ասելու, բա դու ինչով պետքա զբաղվես, չեմ հասկանում։ Դու ռիլ պետքա մենակ հանես թե մեր բյուջեից, մեր վճարած հարկերից ինչ ես անում։ Իրենք լուրջ գործով այսքան ժամանակ ես ռեալ չեմ տեսել որ զբաղվեմ։ Լսում եմ, յար։ Ադրբեջանը ռուսական կողմը որ ասում գազը կթանկացնեն, կստել իշխանությունը Փաշինյան ասում մենք արդեն պլետինք, ինչ են միլիարդներ են դառնում, հիմա ենթադրենք կոնկրետ մեկ շաբաթից գազի շահարկինը բարձրացավ, այդ միլիարդները կարանալու Ինչ միլիարդ։ Ասում ֆրիկն անինելու չէ արդեն գազանալու, սարյալկանու գազամուղի։ Լսեք, գազամուղի կառուցումը Էդի տասնամյակի գործ է։ Մենք ուզում ենք հասնեմ այդ միլիարդները գալու կարողանալ այդ նիվերսալ։ Տեսեք։ Թրիփի շրջանակներում ամբողջ շահույթը անցնում է ամերիկյան ընկերությանը 70 քանի տոկոսը։ 4-ի միշելով։ 72% անցնում է, տեսեք, ամբողջ շահույթը անցնում է ամերիկյան կողմին ընկերությանը։ Հետ գնումից հետո նոր հայկական կողմը 28% իմիշելով ունենում է շահույթ, 72 չի ունենում։ Երկուս, մենք պետքա 10 տարի սպասենք գազամուղը անցնի, մի 5 տարի սպասենք հետ գնի, որ հետո դրա 28%-ը մեզ գա, թե վաղվանից մեր թոշակառուն սկսի 2 անգամ շատ գազի գինը վճարել։ Պես կարում բանակցես մեկի հետ, այս նույնը արել է Ադրբեջանի հետ բանակցության ժամանակ, սենց գորոզ շփվելա, միջնորդների ներկայությամբ սենց է իրան պահել, բանակցությունը Ադրբեջանը հիմք է ունեցել միջնորդներին ցույց տա, որ բանակցային կողմը
չի աշխատում, բանակցային չի ուզում, չի գնում աշխատանքի, համակցության, համագործակցության ու բերել է ագրեսիայի։ Նույն ձևաչափով գոռոզ ինքնավստահ ձևաչափով աշխատել է այնտեղ։ Ու հիմա էլ ինքնավստահ եւ գոռոզ ձևաչափով աշխատում է մեր միակ գրեթե միակ տնտեսական գործընկերոջ հետ։ Պարոն Կարապետյանի եւ Լայնավդական արեց Հայաստանում նախընտրական իրականության վերաբերյալ նաև տեխնիկին անդրադարձավ թիրախավորում ունեցող համետ։ Դուք ինձ շարունակական քննարկումներին ինչ կլինեք արձագանքում, հատկապես միջազգային կամոքով։ Տեսեք, մենք դրական հարաբերություններ ենք ունենալու մեր բոլոր դաշնակիցների հետ, ով ինչ ուզում է ասի, ով ինչ անուն ուզում է դնի, մենք դրական հարաբերություն ենք ունենալու մեր դաշնակիցների հետ։ Որովհետև մեր դաշնակիցների հետ ենք առևտուր անում, մեր դաշնակիցներն են մեր գյուղացիների ապրանքը առնում։ Թե ով կտխրի, ով չի տխրի, դա իրենց հարցն է, բայց միևնույն ժամանակ սփյուռք ունեցող Հայաստանը գերազանց հարաբերություններ ունենալու Ֆրանսիայի Հանրապետության հետ, որովհետև այդ մեծ սփյուռք ունենք այնտեղ, ու ես վստահեցնում եմ մեր առևտրաշրջանառությունը աճելու է այնտեղ։ Գերազանց հարաբերություններ ունենալու եւ չի կարա ունենա Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, եւ ես վստահ եմ վերջապես ունենալու ենք առևտրային հարաբերություններ այդ երկրի հետ, նորմալ։ Արտահանում ենք ունենալու առևտրային հարաբերություններ, երբ ասում ենք, խոսքը չի գնում այնտեղից բան առնելու, խոսքը գնում է այստեղից բան արտահանելու մասին։ Մենք պետք է հարաբերություն ունենանք, որ այստեղից Ֆրանսիա մի բան արտանենք, ինչը շատ դժվար է, որովհետև այդ երկիրը զարգացած արդյունաբերություն ունի։ Դժվար է։ Մենք պետք է, բայց հնարավոր։ Հումքային առումով հնարավորության բազաներ կան։ Ամերիկայի Միացյալ Նահանգները ավելի հեշտ է, որովհետև մեծ ներկրող է։